Եթե դուք 4U գրածը կարդաք ցանկացած այլ լեզվով, կստանաք ապուշություն։ Անհետեցություն կլինի, ոչ մի իմաստ չի լինի։ Բայց անգլերեն դա մի ամբողջ դարձված կա for you։ Հայերենի պարագը, այս մի հատ օրինակը բերեցի, որ ցույց տալու համար, որ դա հնարավոր է միայն անգլերեն, որտեղ 4 թիվը, թվի անունը պատահաբար այդ ուրիշ բառի հետ է։ Եթե գրավոր գրեն for 4 եւ for you, ուրիշ կերպ է գրվում։ Հա։ Ուրիշ կերպ է գրվում, բայց արտասանելուց նույնն է։ Շումերերենում ահա այդպիսի համանունները, որ նույն անունը ունի, բայց ուրիշ իմաստ ունի։ Շումերեն հայերեն համանունների շարքը տասնյակներով չեն, հարյուրներով է։ Ես այս մի օրինակը բերեցի անգլերենի վրա, ասելու համար, որ դա միայն անգլերեն կարող լինի եւ չի կարող լինի ուրիշ բան։ Բայց այտենց մենք ունենք ոչ թե մի հատ, ոչ թե երկու հատ, ոչ թե 10 հատ, ոչ թե 20 հատ, ոչ թե 100 հատ, 500 հատ օրինակ ունի։ Դա չի կարող լինի ուրիշ լեզու։ Ինչպես 5-րդ դարի գրափարը այն ժամանակվա հայերենն է, 5-րդ դարի հայերենն է գրափարը, որը ահագին փոխվել է մինչև այսօր։ Իհարկե։ Հա, բայց էլի հայերեն է։ Սեղանը, սեղանա, մարդը, մարդա, ծառը, ծառա, գրափար։ Շենքը, շենքա։ Ամպա, ամպա։ Քերականությունը շատ է փոխվում, բայց դա հայերեն է եւ հայ մարդիկ են։ Հաստատ գիտենք, որ հայ մարդիկ են, չէ՞, իրանք են մեզ սովորացնում, որ թե հայը ոնց պիտի լինի, ասենք, Մաշտոցը խորենացին բան 5-րդ դարում։ Դա այն ժամանակվա հայերենն է։ Շումերերենն էլ ասենք մթա 20-30-րդ դարի, 25-րդ դարի հայերենն է, հետո 20-րդ դարի հայերենն է մթա։ Եթե առաջ մենք կարծում էինք, որ մեր ինֆորմացիան հայերենի մասին սկսվում է 5-րդ դարից, հիմա մենք ունենք հայերեն տեքստեր 25-րդ դար մթա, 20-րդ դար մթա, 18-րդ դար մթա,